Դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքի նախկին քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող հիմքով, վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի սեպտեմբերի 19-ի որոշմամբ Հայկ Գյուղեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ Հայկ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է կրկին ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցնելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 24 թվականի հոկտեմբերի 24-ի որոշմամբ Տիգրան Փոթիկյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող վաղամության ժամկետն անցած լինելու հիմքով։ Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ Արման Սահակյանի նկատմամբ եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդումը կրկին դադարեցվել է քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ոչ արդարացնող վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Նշեմ, որ երկու մեղադրյալներն էլ որևէ դիրքորոշում դատարանում չեն հայտնել մեղադրանքի վերաբերյալ։ Մենք ունենք մի մեղադրյալ, որը չի համաձայնվել մեղադրանքի հետ, բայց դատական նիստերի ընթացքում երբևէ չի հնչել մեղադրանքի հետ անհամաձայնություն, հնչել է միջնորդություն, որպեսզի ոչ արդարացնող հիմքով վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Հիմա նաև մի փոքր ավելի հասկանալի կենցաղային լեզվով կփորձեմ բարձրաբանել, թե ինչ է տեղի ունեցել այս 3 դպրոցների, 1 դպրոց եւ 2 մանկապարտեզների հետ։ Երևանի քաղաքապետարանի եւ կառավարության առընթեր պետական գույքի կառավարման վարչության իրավասու աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքը օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքից Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող 185 հանրակրթական դպրոց պոակի, Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող թիվ 16 հատուկ դպրոց պոակի, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի զբաղեցրած տարածքներից անհիմն որոշակի մակերեսով հողատարածքների փոխարկում, օրենքի լեզվով կոնվերտացիա կամ փոխանցում իրականացնելու դեպքի առթիվ 24 թվականի դեկտեմբերի 4-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործ քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով։ Հոդվածը վերաբերում է փողերի լվացմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական վարույթը նախկին քրեական վարույթին միացնելու մասին, որից մաս էր անջատվել եւ ուղարկվել էր դատարան։ Բացի վերը նշված պաշտոնատար անձանցից առերևույթ հանցագործություններին առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման կատարմանը Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի, Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց պոակի, Երևան քաղաքի Ավանեսով փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն ՀՈԱԿ-ի եւ Երևան քաղաքի Համո Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող թիվ 185 հանրակրթական դպրոց պոակի իրավասու պաշտոնատար անձանց, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացած, սակայն հանցավոր ճանապարհով ստացված գույքի փոխարկման կամ փոխանցման գործընթացին այլ անձանց մասնակցության դեպքի առթիվ 25 թվականի հունվարի 21-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված, այսինքն նախկին քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի առաջին եւ 3-րդ կետերով 308 հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նույնպես միացվել է մայր քրեական գործին։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից, որի վրա իրավական ակտերով դրված է եղել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի զավթումը, շենքերի շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող հանրակրթական դպրոցին հատկացված եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասը ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ դիտավորությամբ չկիրառելու դեպքի առթիվ 25 թվականի փետրվարի 19-ին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախկին քրեական օրենսգրքի 315-2 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է եւս մեկ քրեական վարույթ, որը 25 թվականի փետրվարի 20-ին միացվել է մայր քրեական վարույթին։ Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Տարոն Անդրանիկի Մարգարյանը 2009 թվականի հուլիսի 6-ից մինչև 2011 թվականի նոյեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 11 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 18 թվականի հուլիսի
Երևանի քաղաքապետի պաշտոնը, այսինքն հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական տնօրինչական եւ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող, քաղաքապետարանի անունից հանդես գալու լիազորություն ունեցող, իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, որը էական վնաս է պատճառել պետության եւ համայնքի իրավունքներին եւ օրինական շահերին, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև այլ անձանց օժանդակությամբ, պաշտոնական դիրքն օգտագործելով օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասը զավթած անձանց նկատմամբ։ Տարոն Մարգարյանը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ գտնվելով մտերիմ փոխհարաբերությունների մեջ եւ նպատակ ունենալով թիվ 185 հանրակրթական դպրոց ՊՕԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված։ Խնդրում եմ այս բառերին ուշադրություն դարձնել, որովհետև հետագայում մի հատ հարցադրում կա անընդհատ լրատվամիջոցներում պտտվում է, այդ հարցադրմանն էլ եմ անդրադառնալու։ Անհատույց օգտագործման իրավունքով հանձնված եւ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված 15523 քառակուսի մետր մակերեսով պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառելու միջոցով առանձնացրել է հանցավոր ճանապարհով 1939 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ապա այդ տարածքը օտարել է իր եւ Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց։ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից եւ ձևականորեն ներառել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող տնօրինման իրավազորության իրականացման միջոցով դրանք օտարել են իրենց մերձավորներին, այդ թվում Տարոն Մարգարյանի օգնականին, այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը։ Նկարագրված հանցավոր գործողությունները կատարվել են 2013 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում։ Սա վաղեմության հետ կապված կարևոր ընդգծում է, որովհետև փողերի լվացումը գիտեք առանձնապես ծանր հանցագործություն է։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նպատակ ունենալով Երևան քաղաքի Աճարյան փողոցի 40 հասցեում գտնվող Երևանի թիվ 16 հատուկ դպրոց ՊՕԱԿ-ի կողմից զբաղեցրած 13172 քառակուսի մետր մակերեսով հողատարածքից իր մերձավորների համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել եւ օրինականացնել հողատարածքներ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով նույն սխեմանա դուրս բերել համայնքի գույքային ֆոնդից եւ ներառել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ։ Եթե սա ասեմ կենցաղային լեզվով, նշանակում է, որ պետական գույք հանդիսացող դպրոցի տարածքը անում են վերաճշտում սահմանների, ասում են իրականում տարածքը ոչ թե X է, այլ X մինուս 2-ը, եւ մինուս 2-ը համարվում է ոչ թե պետական սեփականություն, այլ համարվում է համայնքային սեփականություն, հետեւաբար համայնքը կարող է օտարել։ Երկրորդ փուլով ինչ են անում։ Անում են ձևական հաճուրդներ, որոնց մասնակցում են իրենց հետ փոխկապակցված անձինք, ստանում են սեփականության իրավունք այս հողատարածքների նկատմամբ, բայց իրենք իրական սեփականատերեր չեն հանդիսանում։ Դրանից հետո վաճառում են երրորդ անձանց, այդպիսով լվանալով